Պարոն Ավագյան, այսօր Պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որտեղ նոր զինանշանն էր երևում Պաշտպանության նախարարության, սակայն որոշ ժամանակ անց հայտնի ընդդիմադիր շրջանակների կողմից տարածվեց կրկին ապատեգատություն, թե խաչը բացակայում է։ Այն պարագայում, երբ որ խաչը իսկապես տեսնում են։ Ձեր կարծիքով ընդդիմությունը նման նարատիվներ տարածելով ինչ նպատակ է հետապնդում։ Ընդդիմության մոտ այսօր մի տեսակ մի իրադրություն է ստեղծել, որ պետք է ամեն կերպ, ամեն առիթ օգտագործել, որպեսզի կարողանալ շահարկել այն փաստը, որ մեր երկիրը ոչ թե պահպանում է իր, այսպես ասենք, տրադիցիոնալ իր ուղղությունը, այլ շփոթմունք մտցնել ժողովրդի մոտ, որ արի ուտես, որ մենք փոխում ենք մեր ազգային մոտեցումները եւ այդ ամբողջը պարուրում են սուտ հայրենասիրությամբ, սակայն ինչպես փաստերը նաեւ ցույց տվեցին, Աշոտ երկաթի սիմվոլ խաչը գոյություն ունի եւ բացի դրանից էլ ինչպես այդ տեսանյութում էլ բոլորը տեսան պատրաստված ներկայացվեց այն համապատասխանությունը, որ պետք է լինել, որը նաև ներշնչում է այն սիմվոլիկան, որը ուժ է ներշնչում եւ ավելի հարիր է եւ համապատասխանում է բանակի սիմվոլիկային։ Ընդհանրապես դա իսկ օպոզիցիան այդ ընդդիմություն կոչված է այսօր ինքը շատ տխուր է, որ նա ընդդիմանում է ոչ թե Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, այլ ավելի շատ աշխատանք է վարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը հետ տանել կախվածության այդ գոտին, որտեղից նա արդեն դուրս է եկել եւ պինդ ամուր քայլով շարժում է առաջ։ Պարոն Ավագյան, քանի որ մայիսի 28-ին մեծ զորահանդես է տեղի ունենալու Հանրապետության օրվան նվիրված, կցանկանայի նաև խոսեիք այդ մասին, քանի որ ընդդիմությունը, նշված ընդդիմությունը շատ ժամանակ պիտակավորում է իշխանություններին, անվանելով, որ այս իշխանությունները կազմաքանդում են բանակը։ Դուք ինչ եք կարծում։ Մեր հայրենակիցները նախ պետք է հասկանան, որ սրանք շահարկումներ են, որոնք ուղղորդվում են հյուսիսից, ինչպես գիտենք, եւ ինչքան ժամանակը ամեն անգամ ենք հասկանում ենք, որ սրանք շահարկումներ են ու ցինիկ շահարկումներ են։ Իսկ բանակի շքերթի հետ կապված բացառիկ կարևորություն ունի այսօր հատկապես այսօր մատնանշել, որ այն շքերթը, որը կազմակերպում է, ցույց է դնում մեր բոլոր հարևաններին, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի ընկրկել, ոչ միայն չի թուլացել, այլ կազմ ու պատրաստ ուժեղ քայլերով գնում է առաջ եւ այդ ընթացքում նաեւ պատրաստ է, եթե դրա հարկը լինի, պաշտպանել իր պետությունը, իր պետականությունը, իր միջազգային հանրության կողմից ընդունված ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընդունված պետական սահմանը եւ ցույց է դնում դա եւ ամեն աշխարհի նաեւ ցույց է տալիս, որ չնայած նրան, որ ուժերի դժվար համակցության պայմաններում չմոռանանք ամենք, որ մենք պատերազմել ենք 90 միլիոնանոց երկու պետության, որից մեկը ՆԱՏՕ երկրորդ բանակն է եւ փառք ու պատիվ մեր նահատակներին կարողացել ենք ինչքանով որ դա ստացվել է դիմադրել, խաբվել ենք, որովհետեւ կարծել ենք թե ունեցել ենք դաշնակից, սակայն այսօր մեր դաշնակիցը մենք ենք, մեր դաշնակիցը մեր ուժը, մեր բանակն է, սակայն այդ բանակը պաշտպանողական բանակ է եւ այսօր հանրապետությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ բանակը լինի պաշտպանության եւ լինի մեր թիկունքում, այլ ոչ թե ցանկացած բային նրան դնենք առաջին պլան եւ մեր բոլոր հույսը կապենք նրա հետ, որովհետեւ այսօր մեր տղաները այլևս չպետք է մահանան։ Այսօր մեր տղաները պետք է գնան, վարժվեն, միշտ ամուր լինեն, որ դիմակային ցանկացած վնասի, ցանկացած փորձերի, սակայն այս ամբողջը դրված է ցույց տալու, որ մենք ունեցել ենք դրա ունակությունը, չնայած այդ դժվարությունների կարողանալ առնել եւ գնալ առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան եւ Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, սակայն դրա նախորդին ընդդիմության առաջնորդներից մեկը Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ նրա ժամանումը Ռուսաստանին եւս մեկ անգամ նեղացնելու միտում ունի։ Նախ կցանկանայի խոսեիք այդ կարևոր իրադարձության դրական կողմի մասին եւ նաեւ մեկնաբանեիք Քոչարյանի հայտարարությունը։ Եթե խոսքը վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսօր ավելի քան պարզ է, եւ դա բոլորի համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը այսօր հանդես է գալիս որպես Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ եւ այդ արանքում նա ամեն կերպ փորձում է այդ վախի մթնոլորտը, որը մնացել է միակ գործիքակազմը Կրեմլի ձեռքում, նա շարունակում է նույն ձևով դա գործարկել, սակայն պետք է ասել, որ դա
ուժի նշան չէ, դա թուլության նշան է, որովհետև մենք այլևս վախենալու ոչ ունենք դրա կարիքը, ոչ դրա նախադրյալները, որովհետև ինչպես նշեցիք, այստեղ էր գտնվում պետգործնախարար ամերիկան ամենամեծ գերտերության արտաքին գերակեցության ղեկավարը եւ նա այստեղ էր որպեսզի մի կողմից ամրապնդեր տրիփի հետ կապված պայմանագրերը, այդ տեսանք ինչպես է հազվադեպ մետաղների հետ կապված պայմանավորվածությունները եւ այստեղ կարեւոր է նաեւ մատնանշել, որ մեր ժողովուրդը դա պետք է իմանա, որ դա միայն իշահ չէ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, որովհետեւ այսօր հատկապես Թրամփի վարչակազմում տեղի ունեցող փոփոխությունների մեջ շատ կարևոր է նաև Թրամփի վարչակազմի համար ապացուցել, որ իրենց նախագծած, իրենց արված բոլոր ծրագրերը ճիշտ ուղու վրա են եւ նրանք կառուցում են։ Չէ՞ որ հոկտեմբերի նաև Թրամփի մոտ կան ընտրություններ, հա, այդ վարչակազմի սենատի ընտրությունները եւ դա շատ կարևոր է նաև Միացյալ Նահանգների համար եւ պետք է մեր հազգաբնակչությունը նաև հասկանա, որ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բայց ոչ միայն դա, այլև այն, որ 2018-ից ի վեր Հայաստանը ժողովրդավար երկիր եւ նույն տեմպերով առաջնային շարժվում, ավելի քան վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում եւ այդ ուղղությամբ բոլոր արևմտյան երկրների համար նա հանդիսանում է կարևոր ճանապարհ միջին այդ հանգույցի համար, որը միջինասական երկրներին կապելու է Եվրոպայի հետ եւ այստեղ ամենակարևորը տնտեսական գործոնն է, որովհետև երբ որ տեսնում եք ընդդիմության ասել կուզի հյուսիսային հարևանի այդ բոլոր ներկայացուցիչները, որ եկել են այստեղ խոսում են երաշխավորություններից, ամենալավ երաշխավորը դա տնտեսությունն է, թիվ 1 երաշխավորը, բայց երբ որ այդ տնտեսության հետևում կանգնած են թիվ 1 գերտերություն, ինչպես նաև Եվրոպական միությունը, դա ավելի քան երաշխավորում է այն փաստը, որ մեր դերը կարևոր է եւ դրանից ելնելով որևիցե հարևան մեջ չի կարողանալու որևիցե մի հարցադրում պահանջել, հատկապես որ մեր այսօրվա ծրագրերում խաղաղությունն է եւ ամրապնդել ենք ՄԱԿ-ով սահմանված մեր սահմանները եւ ոչ մեկ չի կարող հավակնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին եւ մեր երաշխավորը մենք ենք, մեր տնտեսության զարգացումն է, ինչպես նաեւ բոլոր խաղացողները, որոնց համար մենք դարել ենք անհրաժեշտ գործոն տնտեսական եւ աշխարհ քաղաքային